քաղաքը։ Կարծիք հաղորդաշարի յուրաքանչյուր թողարկման մեջ ստեղծագործական խումբը փորձ է անում բարձրացնել հասարակությանը մտահոգող այս կամ այն խնդիրը։ Շահագրգիռ երկխոսության միջոցով խնդիրների կարգավորմանը կոչված պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկում բարձրացված հարցերի լուծման հնարավոր ուղիները։ Այսպես է լինում նաև հանրապետության այս կամ այն գյուղական բնակավայրի նվիրված հաղորդումների ժամանակ։ Ապրիլյան մի օր նկարահանման նպատակով այցելեցինք Արագածոտնի մարզի ներքին Բազմաբերդ գյուղ։ Ներքին բազմաբերդցիների հայրերն ու պապերը այստեղ են եկել Սասունից։ Սակայն թեպետ հատուկենտ կան նաև արդեն 100-ամյա սասունցիներ, որոնք շատ լավ են հիշում իրենց էրգիրը, գաղթն ու կոտորածը։ Հետաքրքիր հանդիպումներն ու հետաքրքիր մարդիկ փոխեցին մեր հաղորդման բնույթը։ 1907 թվականին Իմ պապիկը ծնվել է Մշում, ճանապարհին է ծնվել, այդ ժամանակ թուրքերը որ հարձակվել են, ճանապարհին ինքը ծնվել։ Երբ նա եկել է այստեղ, շատ պատմություններ է պատմել իր երկրի մասին, ասել է, որ այնտեղ շատ լավ էր, բնությունը փարթամ էր, լավ էր, սակայն թուրքերի որ հարձակվել են, ավիրել են բոլոր։ Սասունը ասում է շատ ժայռեր կան, շատ գեղեցիկ բնություն ունի, սակայն երբ թուրքերը մտան Սասուն, ավերեցին ամբողջը։ Տեսել եմ, որ 1915 թվականին տեղի ունեցել եղեռնը եւ այդ ժամանակ 1.5 միլիոն հայեր են զոհվել թուրքերի կողմից։ Իմ տատիկը պատմում է, որ նա տեսել է ինչպես են թուրքերը կոտորում հայերին, տեսել է, որ մի մայրիկի երեխային կաթ է կերցնում, երեխային վերցրել սպանել են մոր առաջ։ Տեսել է ինչպես է մոր ձեռքից երեխան վերցրել են եւ գլուխը կտրել են, մի քանի մասերի են բաժանել եւ լցրել են պարկի մեջ։ Հետո ինքը որ փախել է, մայրիկի հետ է եկել, ինքը հիմա այստեղ չի բնակվում, բայց եկել է Հայաստան։ Ես իմ պապիկը Մշեցի է եղել եւ նա շատ բաներ է պատմել ինձ եղեռնի մասին։ Մի անգամ է որ հարցրել է իրեն, նա այնքան ծանր դեպքեր էր պատմել, որ մայրերից վերցրել են երեխաների կամ երեխաների առաջ մայրերին է սպանել։ Կռվեց նա անվախ, վրեժն իր կրծքին, միշտ մեկով հաղթեց թուրքի հազարի։ Փոքրիկ այս երգիչը ներքին բազմաբերդցի 100-ամյա Մայրոյի ծոռնիկն է։ Միշտ մեկով հաղթեց թուրքի հազարին։ Ձնվել եմ Սասուն, Շավերդին գյուղ, ընդեղից 3 տարեկան քոչերին թուրքեր զրկին, քոչինք եկանք էստեղ, ու էստեղ որ ասիմ մոր պերաշ չիմ, հոր բհած չիմ, հերս բրնեցին ջղեն թուրքեր երան, մերս եկավ էստեղ ամուսնացավ, ես մնացի, ես ընձի հավաքի գերը մեծցի ոչ պարով։ Փաստաթղթերում Մայրոյի ծննդյան թիվը վկայագրված է 1902 թվականով, սակայն հարազատներն ասում են, որ 2-3 տարով ավելի փոքր է։ Տասնամյակների ընթացքում հիշողությունից ջնջվել են բազում դեպքեր ու դեմքեր, բայց հիշացնել քիչ չէ։ Սկզբում վատ չենք թուրքերի հետ, հիշում է նա, կամ էլ հիշում է մեծերի պատմածները, որ թվում է արդեն սեփական հուշերն են։ Կոտորածների օրերին, երբ էրգրի տարբեր կողմերից վատ լուրեր էին գալիս, ծանոթ թուրքը նույն խնդրով արդեն քանի երրորդ անգամ եկավ Մայրոյի հոր մոտ։ Մրաղաների պրթե, եկավ Գրիգոր, ասեց ինչ եմ բաբան, Գրիգոր ասավ սոսեն դուրնձի, սոսեն իմ քուրն են ձանից մեծ, սոսեն դուրմ դղին,
Ես քզի մինակ դնով դեղով բաշտիմ քանի գամ։ Ասև իմ հերս ետ, աղաս ետ, ես իմ հայերուդին չմփոխի։ Զնդին չմփոխի դա հայերուն աղջիկ, թուրքին աղջիկ, ես դառնա թուրք։ Ուզիս սպանակ, ուզիս թող։ Ադեղից բոգվանք եկանք դա։ Սոսեին չտվեցին թուրքին ու մնացած գյուղացիների հետ բռնեցին գաղթի ճամփան։ Ճանապարհին հայրը զոհվեց գաղթականների վրա ավարառու թուրքերի հարձակումների ժամանակ։ Ես 3 դարեկան արդեն տեսնենք։ Ճյուվերեն դղա մարդ, ճյուվերեն ուրգնիկ թարկ երեխեն կիրք, որ եկանք զովու պերնով ընձանք, երեխեն խլիեց այդ մարդ, մոր կրգեն ըրհաչիրի մեջ։ Զնձիլը տրեցին ճամպու պերան, շոշի պերան, որոնք ու չնքել է գդրվեն, չն անոտու գնեն, շարadzեն շոշի հետ։ Զնձիլը դարան տրեցին երեխանց մոտ, մի քիչ բան գցեցին իմ փեշ, որ եկանք ես դեղ իմ քերին ընձի բադմեց։ Մայրը ասավ, ես գիտած քզի գցեցի ծորուպերանին չի երեխանց մեջ, որ եկած ավ իմ մաման հարցուց, թե աղջիկ ուրը, ասի մա գցեցի ընդեղ երեխանց մեջ ու եգերիմ։ Մայրը վերադարձավ, կրկին շալակն առավ փոքր Մայրոյին ու նա փրկվեց վերահաս մահից։ Խեղտվողներ, գարանանց մարդ գնիգներ խոճախ, դղա մարդ ինվալիդ, գնիգ շալգեր ջրի մեջ, ընձծերտերեր ջրից դուրս։ Երեխե, որ չգարնան, ծերկ պերեն չգարնան, մի պանենեն պոգեն ջրի հետ։ Իմբես տողան բարապ, որ չգարներ կելեր, շպրդեն ջրի հետ։ Կսեն էլ ուր դանունք, ադրերեզիս թուրքերլը նորից մզի գոդորին։ Շատ են գոդորվի, շատ անչապ։ Թուրքեր հարստադվան զատ մեկ պալը մդհանի մենի։ Ոսկե ժամացուց հարսիմ է բիլակ։ Եկանք ճանաբար, ես գքելի ուրանց հետ, ուրանքդ հարսլը, հակու գաբուկ եկավոր բդերտը, թուրք էլավ ուրտեմ, ինչ են ետ չգարցավ ոսկե ժամացուց հանեց ծերվուց, գդրեց դա կծեց, դա թատ, վրազուկ հանի, գդլակ հիշիմ, շատ լավ հիշիմ զատի։ Բսկտված քարավանը Անդրանիկի զորաճոկատի պաշտպանությամբ եկավ ու հասավ Ալեքսանդրապոլ, Սովեր ու համաճարակ։ Մի տարի էլ այնտեղ մնացին, հետո Երևան եկան։ Այստեղ էլ իմացան թուրքերից դատարկված Արագածի փեշերին գտնվող գյուղերի մասին։ Եկան ու բնակվեցին այստեղ։ Չմեռանք, եկանք էլանք, էսդեղ բնակվանք, էսդեղ դվինք մեր հոգուն, սդից օրողորդից հավակելուց։ 1926-ին ամուսնացավ, 6 երեխա ունեցավ, բայց այստեղ էլ նոր արհավիրք էր սպասում փախստականներին։ Նոր էին ոտքի կանգնել, հիմա էլ կուլակաթափություն։ Լենեզ մզի ավելի շատ է գոդորի է, գուզիկ դարակ զնձի գախարան։ Լենին արվելի շատ է մզի գոդորի է, կանթը գոդորի է թուրք։ Մեկ օգանք ոդը, քիչ մե, իրար եկանք, Քելը, ուրճացածիս, քելը, դուրք դուր, յուղ դուր, հավգիտը դուր, միսը դուր, մարդլը 42 թվին դարան գործցին։ Հետո նոր պատերազմ եղավ։ Մայրոյի ամուսինը 1942 թվականին կռիվ մեկնեց ու չվերադարձավ։ Մայրոն երեխաներին մենակ մեծացրեց։ 5 դուստրերի 4-ը եւ որդին ապրում են ներքին բազմաբերդում։ Դժգոհ չէ իր ապրած կյանքից, ավելի շատ դժգոհ է ճակատագրից։ Ծանր աշխատանք եմ կատարել, լավ վաստակել, ասում է նա։ Մահից էլ չի վախենում, բայց չի էլ սպասում։ Մի վերջին նպատակ ունի։ Թոռը արցախյան ազատամարտիկ է, որ պատերազմն ավարտելուց հետո մտավ զինվորական ծառայության։
Հիմա սովորում է Ռուսաստանի ռազմական ակադեմիաներից մեկում։ Այս տարի կավարտի եւ կվերադառնա։ Անցյալ տարի արձակուրդին տատին թոռը հանձնարարել է։ Ոչ միտեղ չգնալ մինչև իր գալը։ Տատն էլ սպասում է։ Վարազդատ Առաքելյանը ներքին բազմաբերդի միջնակարգ դպրոցի տնօրենն է։ Մանկության եւ հասունության տարիներին, երբ ողջ էին կոտորած ու գաղ տեսած համագյուղացիները, հազարավոր պատմություններ է լսել առավիլքի մասին, որոնք մոռացումից փրկելու համար հավաքել ու տպագրել է Լույս իջնի քո հոգուն պատմվածքների ժողովածուն։ Վարազդատի պապերը Սասունի կնոտ գյուղից են։ Մինչ բուն կոտորածները սկսվել է, թուրքերը սպանել էին Վարազդատի պապին, որը շատ հայտնի մարդ է եղել։ Նա ստամոքսի հիվանդություն է ունեցել եւ խորհուրդ են տվել պառկել գյուղի շրջակայքի սալաքարերի վրա եւ արևի վանաներ ընդունել։ Հենց այդ ժամանակ թուրքերը գալիս են։ Ինք ու իր մեծ տղեն, մեծ հորողբերս 7 տարեկան է լինում, պարկած մեկ էլ տեսնում են թուրքերով շրջապատում են իրենց։ Ուրեմն սպանում են, խփում են, կանգնեցում են այդ պապից, սպանում են աժդահ մարդ եղել, պատմում մեր տատս ասում է շատ աժդահ մարդ էր։ 7 գնդակ խփում են այդ պապից։ Հիմի փորձում են որ սպանել նաև տղային։ Այդ մեկը թուրքերից մեկը եթե մի քիչ բարեխիղճ եղել, չգիտեմ ոնց ասեն, որ թուրքին չի կարելի այդպես ասել, բայց համին ասել է դե սպանել ես էնել երեխան էլ կսպանվի։ Ուրեմն այդ պապ այդ պահին, որ պետք է ընկնի, իրեն գցել է երեխայի վրա։ Երեխայի վրա գոնե երեխան կենտանին։ Ու հակին ժամանակ արդեն դե որ ընկել է 7 տարեկան երեխան ինչ աժդահա մարդ է եղել ինք, ու երևի թե մի քիչ ժամից հետո ուշքի է գալիս, մի կերպ դուրս է գալիս, տեսնում է հերը սպանված է, գյուղից էլ կլինի մի 5-6 կիլոմետր հեռու է, այդ կնոտ գյուղից իր ծննդավայրից, նոր տեսնում են չէ, բրի իրեկվան վերադառնա տուն, տեսնում է որ չկա, եղբայրները տեսնում են որ չկան, ասում են հələ գնանք նայենք ինչ եղել դրան։ Գալիս տեսնում են այդ խեղճ հոր եղբայրս 7 տարեկան երեխան նստած, հոր դիագարը sense լացել։ Կոտորածի ժամանակ նրանց տուն թուրք գենիչերներ եկան, հասուն տղամարդկան ձերբակալելու եւ թալանելու նպատակով։ Ուրեմն գալիս են, թուրքերը մտնում են 5 հոգու մեր տուն, տատս մի կերպ համոզելով դրանց, ու տուն խմում քնում են։ Բարգում են դե հանգստանալու, որ հետո սպանեն։ Դրանց մոտ տատս դա շուտ է կռահում, գիշերով թաքուն դուրս է գալիս, մեկ երեխան դուրը բացում է կամած երեխաներին տալիս իրենց մոտ 3 հատ հրացան է գողանում, դուրը դրսից փակում, միանգամից փախնում են դեպի սարերը։ Գնալիս, երբ այդ տատիս մի տեքրը բավականին աժդահա ֆիզիկապես ուժեղ մարդ եղել, բայց երբեք չի խնայել, ասեմ անպայման ես թուրքերից մեկի պիտի իմ ոխը հանեմ, որ իմ եղբոր սպանել են, ցանկացել են եղբորս երեխաներին սպանել, ինքն է ջահել եղել։ Գալիս պատսպարվում է, բայց մյուս եղբորը ասում է տատիս եւ երեխաներին տարեք։ Տանում են, ինքը գաղտնի մտնում է քարերի տակ, թուրքերը որ մեր տնից դուրս են գալիս, մի 300 ոչխար են ունեցել, հակինքով են ունեցել, քշելով գալիս են։ Այդ ժամանակ տացել հետ է վերադառնում, ասում է երբ թե սպանել են, ու տեքորեդ երեխանի գալիս տեսնում են չէ։ Այդտեղ պատսպարվել է։ Թակուն գաղտնի մտնում են քարերի հետևից, 3-ին սպանում են։ Այն մյուսները թողնում են անասուններ, բան փախնում են։ Գաղթի ժամանակ տատի եղբայրը մի ձի է ունեցել, որի վրա անհրաժեշտ բեռներից բացի խուրջինի աչքերում փոխնիփոխ նստեցնում էին նաև փոքրիկներին։ Ալաշկերտի մոտ քարավանին է մոտենում Անդրանիկի զինվորներից մեկը եւ հորդորում է գաղթականների քարավանը հսկող հայ զինվորներին հանձնել ձի։ Քերին, որ մի ծուր սասունցի էր, ընդդիմանում է եւ կռվի է բռնվում Անդրանիկի զինվորի հետ։ Կանչում է Անդրանիկը, ասում հələ կանչեք թողա։ Կանչում գնում է Անդրանիկի մոտ, հարցում է ինչ եղել, տատուս եղբայրս չի կարողանում իրեն զսպել։ Նու քաշքշելով բերում են, ուզում են նորից այնքան որ ջղայնացած լինի, թե դու դրանք ով լինեն, որ իմ ձինը ինձանից խլեն, խփում է ձեռը, փորձում է հանել խանջալը, թուր էլի։ Այդ ժամանակ բռնում են իրեն, Անդրանիկ մոտենում է, մի ապտակ է տալիս իրեն, բայց իրոք շատ շարաչուն ապտակ լինում,
Էտադուս եղբայր թավալվում է գետնին, որ բարսանում է նորից ուզում է ձերքը քսել խանչարը, որ հարցակվի Անդրանիկի վրա, որ հասկացում են, ասում են այցուր սասունցի։ Իմացու քուդեմովը կանգնած Անդրանիկ զորավարն է, նա մեզ առաջին անգամն է Անդրանիկին տեսնում, ասում է Անդրանիկ զորավարը, եթե հերս լիներ չէի խնայի, բայց որ դու ես, էլ ոչինչ չեմ ասում։ Անդրանիկին ասում է Աբրես հասկացար, դրանից հետո վիրավորվեց, չնեղանաց զի է պետ, դրա համար բոլորից վերցնում ենք, որպեսզի կարողանանք ձեզ փրկել, հասնենք դեպի Արաքսի մյուսը։ Հրեղեն մայրիկի ծնողները աշնակ են գաղթել Սասունի Ճապաղջուրի գյուղից, որ Մուրադի ափին էր։ Հրեղենը հարս է եկել ներքին բազմապերտ։ 40 աղբյուրներ կային գյուղում, ասում են նա, որ հայտնի էին իրենց անուշահամությամբ։ Մեծ տուն է եղել պապերի օջախը։ Հրեղեն մայրիկը Արաբոյի պատմության քաջ գիտակն է։ Պատմություն, որ անցած տասնամյակների ընթացքում այնքան է հոլովել նրա շուրթերին, որ վաղուց արդեն հատել է իրականության ու լեգենդի սահմանագիծը, որ թվում է, թե Հրեղեն մայրիկի շուրթերին հայոց մինորեպոսի պատմություններն են հանգույցում։ Ճապաղջրիկում Հրեղենի հայրական տանը 48 մարդ էր ապրում։ Միանգամից 7 օրորոց էր օրորվում։ Դեռ մինչև 15 թվականի կոտորածը Գերդաստանը մի քանի անգամ ենթարկվել էր թուրքերի հարձակումներին։ Կոտորերին երեխեք մնացել, մի հատ թոպար տադի են ունեցել, ինպես, այդ տադին երեխաներին պահել է կոբիկատով ոչխարով, վերջապես հասցերը մինչև 18 տարեկան, այդ ժամանակ իմ հերն արդեն խելքի կլխի եկերը, կարներնը պահել վերջապես ինչ են այդ ունեները, գնացել մուշ հազվա քաղաք, հացաթուխ։ Ընտանիքին ինչ-որ կերպ աջակցելու նպատակով Հրեղենի հայրը գնաց Ղարիբության, աշխատում էր Մուշ քաղաքում հացթուխեր։ Ամեն անգամ գործից դառնալիս կիսավեր մի տան բակում տեսնում էր մի ծեր աղքատ կնոջ ու նրա դեռատի աղջկան։ Խղճահարվում է եւ ամեն օրվա վաստակից մի հաց է տալիս այս անծանոթ կանանց։ Մի օր էլ հետաքրքրվում է, թե ովքեր են կանայք եւ ինչու տանը տղամարդ չկա։ Ծերկինը պատմում է իր ընտանիքի եւ իր եղբոր Արաբոյի թուրք փաշայից հայ աղջկան փախցնելու պատմությունը։ Աղջիկը հետ նախորոք պայմանավորվի, գիշեր գասա, գիկամ քեզ փրկիմ, հայի պատիվը փրկիմ, քեզ գտանիմ, փաշին կսպանեմ, ձեն չեն սանգարց։ Պայմանավորվի նախորոք, իր գուն գիշերով մութը գիտը, հակնի կանանց շոր, տեմքերը գկաբը սիրուն, գերտը թուրքը զրգը, դե հայերնի մշակ թուրքերին, խնդրին բալաճան գասը, ինչ կեղնի գասը, մի հատ հույրն թունիկ տրան էդև նստի մութը տվերը ճանաբարը գերտամ, սազուն իրակ մոտ, սազ 2 կիլովը գերտամ, մի հատ նստի մստեղ լուսը բացվի գիշերը, ռիսկ չեմ անա, էրտը կայլեր ինձ կուտեն, ասում է բան, չէ, դեղ չունին, փաշանգիկը, մեծ կսպանը, դուրս կկծա, գործից կազատը, մերն եմ ցես կեզ, ես անգիուն գնստի փաշանը, եկավ կթակնվիմ, չեմ էլ լիտեմ, բայց խաբար չին թե, բանն ինչում է, իրեն գերտան իրես գործի մշագին, աղջիկ բերերին, դարերին, օդեն ուրոր բտպարկի, փաշան իրա մոտ, դե թավլի օդեկս դեղից գելի, աղջիկան աչկովում, կովցերկով հասկացու, գմդնի կոմ, ծիանոց, ջեբը շակար ու կանֆերտ, գանա գիտը ծիուն սիրուն գթիմրը, իրա հետ գողրի, գնստի ծիուն չոքերի տակ, այդ ժամանակ թե ժամի քանիսին փաշանգիկը, որ շորեր գհանը, խանջալը կգա խսունից, որ բարգի աղջիկը մոտ, այդ ժամանակ սուսը պուստեր կվոտ ենելով աղջիկ խաբարը, ծեն չենից, հասին թուրիկ վերցը, թուրքին տեղի վրեն, գհասա սպանը, ծինգը կշա, դուրս գիկը ինք իրեն գմադնը, եթե ինք իրեն չմադներ, Արաբոյին մարդ հասնող չկար,
կմատնա գասա ես արաբոնիմ առակելնիմ հայ աղջիկ տարը հայի բադի փրկեցի փաշանց բամբուկը չկա Ձեր կինը Արաբոյի քույր Շամամն էր Հրեղենի հայրը ազդված այս պատմությունից առաջարկում է իրեն կնության հանձնել աղջկան գասա նանե արի քու աղջիկ դուրնց դանիմ ինձ կին իմ հերնիկ իմ պապարն գասա իմ տատի Շամամին այլա գասա ես մաղջիկի դամ քզբե ես սուրեր դամ վալադու թալատ շունիմ անդերի մնաց թե ինձ ծևով եղերին Իզմիր քաղաք իրեք թե ինձ ծևով տատիս եկե հասե մուշ հազվա քաղաք է չգիտեմ արդեն գասա տադի իմ ծնողներն սպանվերին իրեք ամսականիմ եղե իրեն կամսականիմ տատ սնձի պահե ես էլ եմ անդեր որպես իմներ քեզ էլ պահի մաղջկալ տատս կամացայն մի Արաբոն, որ Հալեպում թաքնվում էր իշխանություններից իմանում է կոտորածի լուրը ու գալիս հարազատներին փնտրելուն։ Գործատերը, որի մոտ աշխատում էր Արաբոն, համոզում է նրան ասելով, որ ինքը ժառանգներ չունի եւ շատ կցանկանար Արաբոյին պահել իր մոտ եւ նրան ժառանգել իր ինչքը։ Արաբոն խոստանում է գնալ Էրգիր, գտնել հարազատներին, տեսնել նրանց որպեսությունը ու վերադառնալ Հալեպ։ Գործատերը շան լակոտ է մորթում, որի խրտվիլակը լցնում է ոսկով ու հանձնում Արաբոյին։ Հենց այս ոսկով էլ Արաբոն Թիֆլիսում զենք է առնում ու զինում իր ջոկատը։ 18 թվականի նոր գաղթի ժամանակ Հրեղենի մայրը արդեն ծոցվոր էր եւ ծննդաբերեց Արաքսի ափին։ Արաբոն ուղեկցեց հարազատներին մինչև Սևջուր, իսկ ինքը գնաց կնոջը Խազալին բերելուն։ Իհարկե իմ հեր արդեն իրեն ոնց ասեմ փեսը իր քրոջն առը գասա մանուկ փեսը դու մնաստեղ ես երտամ Խազալին բերեմ եկամ Խազալ իր կինը նորը ամուսնած է երեխա չունեց այ առակել գասա ասված քուտուշին այնը մր քուրտը մզբերեց ասեցտեղ արիոսկին դուր քրտին քուրտ թողերտը Խազալի բերիկը ու թուրքի պլան բան կքրվա հերս քուրտերտը կնոջս բերը Խազալ իր կինը նշանածն նորը կարգվե երեխա չունեց առակել գասա չորսկին թուրքերով պատուկի լավ կսպանից կզիմ հեր գասա ես գասա խիզախ մարտեղնիմ թուրքերտզմ գնիկ բերի դենձ չէ ես գերտա մի հատ հայկին ասված կյանքի դծես չի դրան ադրա ազգության կնկատը առակել եկա մտավերատուն ադեղ թուրքեր պայիլին զարակելի ջամպան եպիկս դուննեք պային ուզա դուն գիկը բդպրնի նոր կտեսնա նոր առակել գիկը մտդուն թուրքեր չնդեսնը բայց մի հատ ոչ պարով հայկին կմատնա զարակելի գերը մտդուն 5 սուտկա պաշարմա մեջ կմնան առակել թուրքչիկը կտեսնա որ 5 սուտկան լրացեր ատո կարտենի լաշունին համ սոված համ քնից տարվուկին ընգուգին կտուր քնին առակել գելի իր զենքը իր վեշը գվերցնա լուսամուդից գթրնի մեղրակետի մեջ մեղրակետ մուրատ կետլի կխառնի իրենց լուսամուդի տակով կանցնի հազվա քաղաքն գթրնի ջրի մեջ առակել եթե այդ մեկինը չերտեր զարտնցեր թուրքերին առակել կնաց առակել գերտահակին գերենա կգնին դեպից գխպին ջրի մեջ առակելին գանին գլուխը կգդրին հայ զզվելի կիմը հենց իմ տատի հարևան հայտը մերերը մի օր պատմեց մեզ իրական մանրամասն ասեց այդ գին եթե չմադներ ինք Խազալին կբերեր առողջ գիկեր գասներ ոչ մի անգամ իրեն ադեղ ջրի մեջին սպան ծառի դակ առկել քնա իրեն սպանեցին սուտ իմ հեր լսեց Ներքին բազմաբերդում, որ Արագածի լանջին է, եղանակը արագ է փոխվում։ Ուժեղ քամին, որ մեր զրույցի ընթացքում վերածվում է փոթորիկի, ընդհատում է մեր զրույցը եւ Հրեղեն Հաջյանի պատմությունները մնում են անավարտ։
Վերադարձին մեքենայի աղմուկի հետ ներքին բազմաբերձիների եղերական պատմությունների նահատակների ասես ձայներն են հնչում։ Մեր լուր մտորումների մեջ մի երկվություն կար։ Բնությունն է զայրացել, թե Եղեռնի պատմություններից ոգեկոչվածների անշիրին բարկությունն էր թանձրացել Արագածի լանջերին։